Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, թող Աստծո Սուրբ Հոգին այսօր խոսի մեր սրտերի հետ ու լցնի մեր սրտերը իր հոգով, որ մենք վայելենք երկնքից իջած հացը։ Այսօր 4-րդ դասն է ավետարանի ուսուցման, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ այսօր մենք պիտի խոսենք Աստծո սիրո վերաբերյալ։ Ես ուղղակի հիշեցնեմ թռուցիկ ձևով, թե 3 դասերի մեջ ինչ ենք մենք ինչի վրա ենք մենք ուշադրություն դարձրել։ Ուրեմն առաջի դասում, առաջի թեմայում մենք խոսել ենք մեղքի եւ մեղքերի վերաբերյալ եւ տարբերել ենք մեղքը մեղքերից եւ ասել ենք, որ մեղքերը դրանք մեր կոնկրետ վատ արարքներն են, վատ գործողություններն են, իսկ մեղքը մեր ներսում գոյություն ունեցող մի ուժ է, որը մեզ ստիպում է մեղավոր գործողություններ կատարել։ Դեր համար մենք հիշեցրել ենք նաև, որ մեղքերը կարիք ունեն քավության, արյունով քավության, մեղքերը կարիք ունեն քավության եւ գոյություն ունի մեղքից ազատագրության խնդիրը։ Մեղքը չի քավվում, մեղքից ազատագրվում են։ Իսկ մեղքերը կոնկրետ շնացալ, գողանալ, սուտ խոսել, դրանք մեղքեր են, կոնկրետ կատարված դեպքեր են։ Դրանց պետքա թողություն։ Իսկ բուն մեղքը, որը մեզ ստիպում է, այդ ուժը, որը մեզ տանում է դեպի մեղքեր գործելու, այդ ուժը, մեղքի ուժից մենք պետք է ազատագրվենք։ Ուրեմն, նաև մեղքը ունի մեծանալու հատկություն, փոքրը դառնում է մեծ եւ օձը դարձավ վիշապ եւ այլն։ Երկրորդ դասում մենք խոսել ենք հին ուխտի եւ նոր ուխտի երկու կարևոր բաների վերաբերյալ, մեղքերի վերաբերյալ, հին կտակարանում Աստծո նկատմամբ ունեցած սիրո բացակայությունը համարվում էր ամենամեծ մեղքը եւ նոր կտակարանում դա Աստծուն չհավատալու բանն էր, Աստծուն չհավատալն էր։ Այդ երկու մեղքերի վրա Աստվածաշունչը հատուկ ուշադրություն է դարձնում։ Եվ մենք տեսնում ենք, որ մեղքը մտավ աշխարհ Ադամի միջոցով եւ ոչ թե նա հատուկ ինչ-որ մի մեծ բան էր, շատ բարձր ու հասարակ մի բանի պատճառով, որ Ադամը կասկածեց Աստծո վրա եւ այդ պատճառով առաջացավ մնացած մեղքերը եւ այդ ժամանակ ասենք Աստված Ադամին դուրս վռնդեց Եդեմական պարտեզից։ Մենք մի փոքր խոսեցինք անառակ որդու վերաբերյալ եւ ասեցինք, որ անառակ որդին, այն փոքր որդին, երբ նա դարձավ անառակ, արդյոք անառակ կլիներ, եթե թողներ հորտունը եւ զբաղվեր բիզնեսով։ Այո, նա նորից կլիներ անառակ, որովհետեւ նա անառակությունը կայանում է դրանում, ոչ թե որ նա ինչ-որ գնացել եւ ասենք վատնել է որից ստացած ժառանգությունը, հարստությունը, այլ դա հետևանքն է, իսկ բուն անառակությունը կայանում է դրանում, որ նա որից գնացել է հեռու եւ մտածել է, որ հայրը իրան խանգարում ապրելու մեջ։ Եվ Աստված թույլ է տալիս, որ անառակ որդու դրամը վերջանա, որպեսզի հասկանա, թե որքան շատ ու վատ բան է, շատ վատ բան է թողնել հորտունը։ Եթե մենք թողնենք մեր հորտունը, մեր Աստծո տունը, ապա կդառնանք թափառական, անառակ, մենք ուտելիք չենք ունենա, մեր հոգիները սովից կխաղցեն եւ մենք եթե չվերադառնանք մեր հորտունը, ապա կմեռնենք։ Երրորդ դասին մենք խոսել ենք մեղքի մասին, որ մեղքը գտնում է 3 տեղերում,
մեղքը Աստծո առաջ, երկրորդը մեղքը խշտվտանքի մեջ եւ մեղքը մեր մարմնում։ Երբ որ մենք մեղք ենք գործում անկախ ամեն ինչից, այդ մեղքը մենք գիտենանք մեղքա թե չգիտենանք, այդ մեղքը գրվում է Աստծո առաջ։ Եթե նույնիսկ չգիտեմ որ դա մեղք է, բայց դա Աստծո առաջ գրվում է։ Օրինակի համար, երբ որ ասենք դու կանգնեցնում ես մեքենան, ասենք մի արգելվող տեղ, բայց դու չգիտես որ այդ տեղում արգելված է, մի որոշ ժամանակ հետո գնում ես գործը տանում գալիս ու տեսնում ես որ միլիցիոները այնտեղ թուղթ ա դրել, տուգանքի թուղթ ա դրել, որ դու տուգանես։ Դու չգիտեիր որ դա մեղք է, բայց երբ որ իմացար, արդեն իհարկե տհաճ բան է այդպես մեղք վճարել գումար միլիցիային, գումար վճարել սխալ կանգնացնելու համար։ Բայց այդ մեղքը երբ որ դու կատարել ես, դա արդեն Աստծո առաջ գրվել է, անկախ նրանից դու գիտեիր թե չգիտեիր։ Խոսեցինք փոքր խղճի մասին, որ խիղճը դա այն պատուհանն է մեր մեջ, որ թափանցում է Աստծո լույսը։ Այսինքն խիղճը դա մի պատուհան է, որ նախատեսված Աստծո կողմից, որ Աստծո լույսը ընկնի ներս։ Ուրեմն խոսեցինք թե ինչու համար Հուդան կախվեց, Հուդայի խճպտանքը այնքան էր իրան բանանում, իրան մեղադրում, որ նա չկարողացավ դիմանալ խճպտանքի մեղադրանքին եւ գնաց իրան կախվեց։ Ուրեմն դրա համար մենք խոսել ենք այս թեմաների վերաբերյալ եւ հիմա սիրելի եղբայրներ, քույրեր, եւ հիմա մենք ուրեմն պիտի նաեւ խոսենք մի մեղքի մասին, իհարկե կարճ պիտի ասենք մի մեղքի մասին, որը դա կոչվում է ինքնապաշտպանության մեղք։ Երևի կարող է լսած չլինեք ինքնապաշտպանության մեղք։ Ինչ է այդ ինքնապաշտպանության մեղքը։ Ինքնապաշտպանությունը, այսինքն պաշտպանել եսը, մարդը երբ հատուկ ուշադրություն է դարձնում իր եսի վրա, իր փառքի վրա, որպեսզի հանկարծ իր փառքին կոպիտ ասած որևէ բան չկպնի։ Հիմա տեսեք, ես չեմ ասում որ օրինակ այդ օձը եթե քեզ ուզում է կծի, եթե պաշտպանես մեղքա, դրա մասին չի խոսքը։ Մենք առնչվում ենք ինքնապաշտպանության մեղքը, դա այն մեղքն է, որ մարդիկ ուրիշին ճշմարտությունը ասելու համար, որպեսզի գլխացավանքների մեջ չլինեն, ծածկում են ճշմարտությունը, չեն ասում, որպեսզի հանկարծ իրան կոպիտ ասած, մեր լեզվով ասած վատամարդ չլինեն։ Ուրեմն ինքնապաշտպանությունը դա մեղքը դա հակասում է, հակադրվում է սիրո պատվիրանի հետ։ Ուրեմն դրա համար մեղքի դա այդ տեսակը ամեն մարդ ուզում է իրան պաշտպանել, որպեսզի ասեն գլխացավանքների մեջ չգնի։ Ուրեմն դրա համար եթե մենք ուզում ենք այս երկրի վրա կատարել Աստծո կամքը, ապա մենք պետք է հաշվենք Աստծո կամքը կատարենք, պետք է մենք կատարենք նրա սիրո պատվիրանը։ Իսկ Տերը ասում է Հովհաննես 15:12 մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Այս է իմ պատվերս, որ ուրեմն որ դուք իրար սիրեք։ Հիմա սիրելի եղբայրներ, ես ուզում եմ այսօր խոսել Աստծո սիրո վերաբերյալ։ Ուրեմն այսօրվա թեման 4-րդ դասն է, որը կոչվում է Աստծո սեր։ Ուրեմն թեման կլի Աստծո սերը։ Ուրեմն հին գտակարանում հաճախ խոսում է այն մասին, որ փրկությունը Եհովայից է։ Այսինքն Եհովան է փրկության նախաձեռնողը մարդու։ Քանի որ մեղք է կատարվել, եւ այդ մեղքը մարդու կողմից է, բնականաբար
ու մարդու ներսում բնական մեղավոր բնությամբ մարդը կարծում է, որ փրկությունն էլ պետք է իր կողմից լինի։ Ինքն է կորցրել փրկությունը եւ ինքն էլ պետք է վաստակի այդ փրկությունը։ Նույնիսկ մեր փրկության մասին միտքը Աստծուց է ու ոչ թե մարդու կողմից։ Թեկուզ մարդը մեղանչեց եւ պետք է կորցվեր, բայց Աստված որոշեց փրկել մարդը։ Ուրեմն Ադամը մեղանչեց եւ եթե նա մնար այդպես վիճակում, Ադամը հավիտենական կկորցվեր։ Օրինակ, մի քիչ համատելու համար, հասկանալու համար մի քիչ օրինակ բերենք ասեմ։ Ենթանենք օձը կծել է մեզ, թունավորել է մեզ թույնով, եւ եթե թույնը ժամանակին հակաթույնը չցրեսկվենք, այդ թույնը մեզ վերջի վերջո պետք է մահացնի։ Կարող է մեկին մի քիչ շուտ, մեկին մի քիչ ուշ, բայց վերջի վերջո մեղքը երբ որ մենք ընդունել ենք մեր ներսում, դա նույն բանն է, որ մենք թույն ենք ընդունել։ Եվ այդ թույնը, այսպես թե այնպես, մեզ պետք է ինչ անի, մեզ պետք է մահացնի։ Ուրեմն դա այնպեսի թույն է, մեղքի թույնը, որ նա եւ մարմինն է մահացնում, եւ մարդու հոգին է մահացնում։ Դրա համար այդ թույնն ընդունելով մենք ուրեմն գտնվում ենք յուրաքանչյուր մարդ, որ ծնվում է, լույս աշխարհ գալիս, այդ թույնը ընդունած վիճակում է գտնվում, այսինքն մեղավոր վիճակում է ծնվում ինքը, մեղքի մեջ է ծնվում ինքը։ Հիմա սիրելիներս, բայց այդ մեղքից ազատելու համար, եթե Աստված նախաձեռնություն չունենա եւ մենք մնանք այդ մեղքի թույնի մեջ, ապա հավիտենական կորսվենք։ Հիմա հարց առաջանում, ինչու է փրկությունը Աստծուց, ինչի է Աստված ուզում փրկել մեզ, ինչու է շահագրգռված մեր փրկությամբ։ Պատասխանը սա է, քանի որ Աստված սեր է եւ Աստված մեզ սիրում է, Աստված սիրում է մարդուն։ Բնականաբար, եթե մարդը չմեղանչեր, ապա Աստծո սերը հնարավոր չէր լինի արտահայտվել։ Աստծո սերը դուրս չէր գա, չէր արտահայտվի։ Ուրեմն սիրելի եղբայրներ, շատերը հարց են տալիս, ասում են, լավ, եթե Աստված սեր է, ուրեմն Ադամն էլ մեղանչել էր, ինչու Աստված Ադամին չփրկեց մեղանչելուց հետո։ Շատ բարձ հարց են տալիս, սերը թող փրկեր, ինչու դրախտից դուրս արավ։ Բնականաբար այս հարցը շատերն են տալիս, սիրելի եղբայրներ, քույրեր, շատ բարձ է պատասխանը, որովհետև եթե Աստված Ադամին դրախտից դուրս չաներ, առաջինը կխախտվեր Աստծո արդարությունը, որովհետև Աստված ոչ միայն արդար է, ոչ միայն սիրո Աստված է, ոչ միայն Աստված սեր է, այլ Աստծո բնությունը նաև արդարություն է։ Այսինքն չէր կարող Աստծո արդարությունը պահանջում էր մեղքը պատժել։ Ուրեմն նա պետք է դուրս վռնդվեր Էդեմական պարտեզից, պետք է պատժվեր։ Եվ դրա համար կարդում ենք Ծննդոց 3-րդ գլխում, երբ որ Ադամը մեղանչեց, Աստված նրան դուրս արավ Էդեմական պարտեզից, եւ կենաց ծառի ճանապարհը փակեց, որպեսզի Ադամը չմոտենա եւ չուտի կենաց ծառից։ Այդ մասին մենք կարող ենք կարդալ օրինակի համար Ծննդոց 3-րդ գլխում, Ծննդոց 3-րդ գլխի մեջ կարդում ենք 22 համարից. Եվ Տեր Աստվածը ասավ, ահա Ադամ մեզմի մեկում պես եղավ բարին ու չարը գտնալու, եւ հիմա չլա, որ իր ձեռքը երկնցին եւ կենաց ծառենալ առնե ուտե ու հավիտյան ապրի։ Ուստի Տեր Աստված Եդեմի պարտեզեն դուրս հրավ զանիկա, որպես երկիրը գործե ուրկե առնվեցավ։ Այսպես վռնդեց Ադամը ու Եդեմի պարտեզեն արևելան կողմեն քերոփերներն ու ամեն կողմ դարձով ոցեղն սուրը դրավ կենաց ծառի ճամփան պահելու համար։ Այսինքն ոչ միայն վռնդեց դուրս,
Եդեմական պարտեզից, այլ նաև փակեց գնաց ճանապարհը, կյանքի ծառի ճանապարհը, որպեսզի հանկարծ Ադամը ձեռքը չմեկնի, երկարացնի, գնաց ծառի ուտի ու ապրի։ Ինչու դա այդպես եղավ, որովհետև Աստված լինելով նաև արդարության Աստված, առանց Աստծո արդարության չէր կարող տեղի ունենալ փրկությունը, որովհետև սիրելիներս, այո, Աստված սեր է, ուզում է փրկել մի կողմից, բայց Աստված նաև արդար Աստված է, Աստծո արդարությունը պահանջում է փրկել մարդուն, բայց Աստծո սերը պահանջում է ներողություն փրկել մարդուն, իսկ Աստծո արդարությունը պահանջում է պատժել մարդուն, որովհետև Հռոմեացիս 6:23-ում դուք գիտեք, որ գրված է. մեղքի վարձքը մահ է, իսկ Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանք։ Մեղքի վարձքը, այսինքն մեղքը վարձատրվում է մահով։ Ուրեմն Աստված չէր կարող պահել Ադամին Եդեմական պարտեզում, բայց եւ դուրս արավ արդարության պատճառով, որովհետև ինքը արդար էր, բայց միևնույն ժամանակ Աստված այդպես չթողեց Ադամին եւ ուզում էր, որ փրկեր, միջոցներ հնարեր, որպեսզի Ադամը փրկվեր։ Ուրեմն մարդու մեղքը, երբ որ մարդը մեղք գործեց, ցույց է տալիս մարդու կարիքը, այսինքն մեղքը ցույց է տալիս, որ դու կարիք ունես փրկության, իսկ Աստծո սերը ցույց է տալիս այդ կարիքի նկատմամբ ունեցած Աստծո կարեկցանքը եւ կարիքը ապահովելու համար Աստծո սերը։ Ուրեմն Աստծո, նորից եմ կրկնում, մարդու մեղքը ցույց է տալիս, որ մարդը կարիք ունի, կարիքավոր է, ինչի կարիք ունի փրկության, որովհետև եթե այդպես մնա, ինքը հավիտյան կորսվի եւ ֆիզիկապես կմահանա եւ ուրեմն հավիտենական կորուստ կունենա, հոգին էլ հավիտենական տառապանքի մեջ կլինի։ Իհարկե ֆիզիկապես մահացավ, բայց հոգու մահը Աստված երկրորդ մարդու միջոցով կարողացավ փրկել մարդուն։ Ուրեմն կա կարիք, որ ունի մարդը, եւ կա կարիքի ապահովում։ Աստծո կողմից այդ կարիքի ապահովումը կա։ Ուրեմն սիրելի եղբայրներ, քույրեր, ավետարանի քարոզությունը պետք է հիմնված լինի այս երկու մեծ փաստերի վրա։ Որ երկու փաստերի վրա։ Առաջին փաստը դա նա է, որ մարդը մեղանչել է։ Ցանկացած մարդ պետք է հասկանա, որ ինքը մեղանչել է։ Եվ մեղքը չպետք է լինի դիլետանտ, ասենք մակերեսային, մարդի նկատմամբ պատկերացումը չպետք է լինի մակերեսային, որ կարծում է, որ մարդը եթե ինչ-որ բաներ չի արել, նշանակում է ինքը մեղավոր չի։ Շատ մարդիկ այդպես են կարծում։ Ես բան չեմ, ես չեմ արել, իմ աշխատանքով ապրում եմ եւ այլն։ Եվ մարդիկ չեն հասկանում իրանց մեղքը ինչու՞մն է կայանում։ Մարդու մեղքը կայանում է հիմնականում նրանում, որ մարդը մերժել է Աստծուն, մարդը չի հավատում Աստծուն եւ ապրում է, հավատում է իր սեփական գիտությանը, հավատում է եւ ապրում է ոչ թե կյանքի ծառից բխած կյանքով, այլ ապրում է բանին ու չարը գիտնալու ծառից բխած գիտությունով։ Ուրեմն առաջին փաստը նա է, որ մարդը մեղանչել է։ Երկրորդ փաստը որն է։ Երկրորդ փաստը նա է, որ Աստված սիրում է մարդուն։ Ուրեմն ավետարանի քարոզչությունը պետք է հիմնված լինի այս երկու մեծ փաստերի վրա։ Նորից եմ կրկնում, առաջին փաստը, որ մարդը մեղանչել է, մարդը մեղավոր է, հետեւաբար կարիք ունի փրկության, սա պետք է յուրաքանչյուր ավետարանի քարոզիչ նորերին երբ որ քարոզում է, կարողանա բերել այն բանի, որ մարդիկ հասկանան իրաց մեղքը։ Եվ երկրորդ փաստը պետք է ավետարանի քարոզիչը քարոզի Սուրբ Հոգով լցված, որ այդ մարդիկ իմանան, որ Աստված իրանց սիրում է։ Թեպետ իրանք
մեղանչել են, թեպետ իրանք մեղավոր են, իրանք շրջվել են դեպի հակառակ ուղղության դեպի Աստված, մերժել են Աստծուն, բայց Աստված դրանով չի վերջացնում մարդու հետ ունեցած իր գործը, այլ Աստված սիրում է մարդուն եւ ուզում է փրկել մարդուն։ Աստվածաշունչը այս երկու փաստերի վրա հատուկ ուշադրություն է դարձնում։ Աստված սերը որտեղ ասա գրված է առաջի Հովանու 4-րդ գլխի մեջ մենք կարդում ենք որ Աստված սեր է։ Ուրեմն առաջի Հովանու 4-րդ գլուխ 16 խոսք կարդամ այդտեղը։ Եվ մենք ճանաչեցանք ու հավատացինք այն սերը, որ Աստված մեր վրա ունի։ Աստված սեր է եւ ան որ սիրո մեջ կբնակի, Աստծո մեջ կբնակի ու Աստված անոր մեջ։ Ուրեմն Աստված սեր է։ Ուրիշ բան է, մենք կարդանք Աստված սիրում է, ուրիշ բան է կարդանք Աստված սեր է։ Սիրելը դա հատկությունն է, բայց սերը էությունն է։ Ուրեմն աստեղ չի ասում որ Աստված սիրում է, այլ ասում է որ Աստված ինքը սեր է։ Իսկ ինչ է նշանակում որ Աստված ինքը սեր է։ Դա նշանակում է որ Աստծո բնությունը, Աստծո էությունը դա սերն է։ Հիմա տեսեք, փորձենք մի փոքր հասկանալ։ Օրինակ, հնարավոր է որ մեկը սիրի մյուսին, բայց նրա բնությունը, էությունը սեր չլինի։ Օրինակ, մայրը սիրում է երեխային, բայց մոր բնությունը սեր չի, թեպետ սիրում է։ Կամ երկրորդը, ամուսինը սիրում է կնոջը, բայց ամուսնու էությունը սեր չի, թեպետ սիրում է։ Իսկ Աստված սեր է եւ Աստծո էությունը սեր է։ Սա Աստվածաշնչի ամենամեծ մեծագույն հայտնությունն է։ Ինչն է այդ հայտնությունը, որ դու Աստվածաշնչից հայտնաբերում ես, հասկանում ես, որ Աստված սեր է։ Սա հատկապես այն հայտնությունն է Աստվածաշնչից, որ հին մարդը կարիք ունի։ Այսինքն, մեղավոր մարդը կարիք ունի հասկանալու, որ Աստված սեր է։ Անկախ իր վիճակից, ինչպիսին էլ կլինի մեղավոր մարդը, այդ մարդուն Աստված սիրում է։ Հաճախ մարդը մտածում է, լավ, եթե Աստված կա, ապա ինչպիսին է նրա հարաբերությունը մարդու հետ։ Աստված մարդ հարաբերությունը ինչպիսին է։ Եվ նա սկսում է մտածել, թե Աստված այսպիսին է կամ այնպիսին, այսինքն իր բաներն է, իր պատկերացրած հարաբերություններն է ինքը կառուցում։ Եվ թե Աստված այսպիսին պետք է լինի կամ այնպիսին պետք է լինի, ինքը նկարագրում է իր պատկերացրած Աստծուն։ Ոչ թե նա իրական Աստծուն է սկզբից ճանաչում, այլ նա փորձում է ճանաչել այն Աստծուն, որ ինքն է կերտում, ինքն է նկարագրում։ Սիրելիներս, օրինակ ես ասենք մի փոքր հասկանալու համար, ասենք այսպիսի օրինակ բերենք։ Ասենք վերցնենք մարդը եւ մարդու նկարը։ Հիմա տեսեք, նկարը մարդուն շատ նման է։ Բայց նկարը այդ մարդը չի։ Նկարի մեջ հոգի չկա։ Բայց մարդու մեջ հոգի կա։ Հասկանում եք, մենք շատ հաճախ Աստծուն ոչ թե Աստծուն ենք պատկերացնում, Աստծուն ենք հասկանում, այլ Աստծո նկարն ենք հասկանում։ Աշխարհի բոլոր պատկերացումները, աշխարհի բոլոր կերպարներն ու պատկերացումները Աստծո վերաբերյալ, դրանք մարդկային մտքի պատկերացումներն են։ Դրանք բոլորը կուռքեր են։ Մարդը մտածում է, որ Աստված դաժան է եւ բարկացկոտ է, որ բավական է եւ սպասում է, որ մարդը մի վատ բան անի, որ ինքը պատժի, այսինքն Աստված պատժի։ Մարդիկ շատ հաճախ Աստծուն այսպես են ճանաչում, որպես պատժող, որպես մի դատավոր են ճանաչում։ Բայց եղբայրներ քուրեր, Աստծո էությունը դատելը չի,
Աստծո էությունը, Աստծո բնությունը սերն է։ Տեր Հիսուս ասեց, ես չեկա դատելու համար։ Դրա համար, սիրելիներս, Աստված մի օրինակի միջոցով ուզում եմ ցույց տալ Աստծո սիրո մասին։ Ես ուզում եմ բերել Եղիայի օրինակը։ Եղիայի օրինակը մեզ շատ բան է ասում այդ մասին։ Օրինակ, երրորդ թագավորաց 19-րդ գլխի մեջ կարդում ենք Եղիայի մասին։ Երրորդ թագավորաց 19-րդ գլուխ 4-րդ խոսքը։ Բացեմ այդտեղը, երրորդ թագավորաց 19-րդ գլուխ 4-րդ խոսքը։ Այսպես ասում Աստծո խոսքը։ 19-րդ գլուխ 4-րդ խոսք։ Եվ ինքը անապատի մեջ մեկ օրվա ճամփա գնաց ու գեհի մտակ նստավ եւ առանց ես սրտանց ներնի լուզեց ու սավ ալ հերիք է ով Տեր առ իմ հոգիս քանզի ես իմ հայրերիցս լավը չեմ։ Ուրեմն Եղիան իր ծառայության մեջ շատ հրաշքներ էր անում։ Նա երկնքից կրակ էր իջեցնում, ես հիմա ժամանակ չկա որ տեղը կարդամ, երկնքից կրակ էր իջեցնում, սրով սպանում էր Բաղի մարգարեներին, նա նաև իր ծառայությունով 3.5 տարի արգելեց անձրևը երկրի վրա, այսինքն նա կարողացավ աղոթքով 3.5 տարի անել այնպես, որ երկրի անձրև չգա։ Եվ հիմա սիրելիներս, այսինքն Եղիայի միջոցով Աստված մեծ ծառայություններ է կատարել, բայց Աստված ուզում էր Եղիային մի դաս տալ։ Ուրեմն, մենք տեսնում ենք սիրելիներս, երրորդ թագավոր 19-րդ գլուխ 11-12 համարներն եմ կարդում։ Ավելի շուտ կարդամ 9 համարից։ Ուրեմն եւ հոն քարայրը մտավ, Եղիան փախել էր Եզաբելից յալից փախել էր, Եզաբելը Աքաբի կինն էր, որ Բաղի մարգարեներին ոչ սպանել էր Եղիան, Եզաբելն էր Բաղի կուրք պաշտող էր, եւ նա ուզում էր անպայման Եղիային գտնել ու սպանել։ Եղիան էլ Եզաբելի վախից փախել էր, ու փախել էր մտել էր մի քարայրի մեջ։ Եվ այդ քարայրի մեջ մտած ժամանակ 9-րդ խոսքից 3-րդ թագավորաց 19-րդ գլուխ 9-րդ խոսքից կարդում են։ Եվ հոն քարայրը մտավ ու գիշերը հոն մնաց։ Եվ հա Տիրոջ խոսք անոր եղավ, ասելով. Ով Եղիա, հոսի ինչ բան ունես։ Վանիկ ասավ, Զորաստեր Աստծո համար մեծ նախանձավորություն ունեցա, քանզի Իսրայելի որդիները քո ուխտը թողեցին, ու սեղանները փլցուցին, ու քո մարգարեները ծրով ներծուցին, ու միայն ես եմ մնացել, եւ իմ անձը սարկը փնտրեն, որպեսզի զանիկա վերցնեն։ Ու անոր սավ, ելիր ու լերը Տիրոջ առջև կայնի։ Ելիր ու լերը Տիրոջ առջև կայնի։ Եվ շարունակության մեջ կարդում ենք, որ ուրեմն եւ ահա Տերը կանցներ ու Տիրոջ առջև լեռները քակող ու ապարաժները կոտրտող մեծ ու սաստիկ հով եղավ, բայց Տերը այն հովի մեջ չէր։ Եվ հովին ետև գետնաշարժ եղավ, բայց Տերը գետնաշարժի մեջ չէր։ Ու գետնաշարժի ետևեն կրակ եղավ, բայց Տերը կրակի մեջ չէր։ Եվ կրակին ետևեն մեղմ ու բարակ ձայնը լսվեր։ Եվ Եղիան զանիկա լսածին պես իր վերարկուը երեսը ծածկեց ու ելավ քարայրի բերանը կայնացավ ու ահա անոր ձայնը եկավ ու սավ ով Եղիա հոսի ինչ բան ունես։ Երկրորդ անգամ Տերը հարցնում, Տերը չի հանդիմանում Եղիային, որ Եղիա դու ասում ես, որ բոլոր մարգարեները սպանել են սրով մերցրել են, միայն ես եմ մնացել, ինձ են ուզում սպանել, բայց հիմա դու փախել ես սպանի երեսից, Աքաբի երեսից, եւ հիմա Տերը չի հանդիմանում, ես շատ հետաքրքիր է Տիրոջ մոտենալու կարգը։ Նորից հարցնում, Եղիա ջան, այստեղ ինչ ես դու անում։ Վանիկ ասավ, Զորաստեր Աստծո համար մեծ նախանձություն ունեցա, քանզի Իսրայելի որդիները քո ուխտը թողեցին, սեղանները փլցուցին, եւ քո մարգարեները
Սրով ներծությունը միայն ես մնացել եմ եւ իմ անձալ կփնտրեն, որպեսզի զանիկա վերցնեն։ Ուրեմն միայն ես եմ մնացել։ Հիմա տեսեք, այստեղ այս հատվածի մեջ մենք տեսնում ենք հետևյալը, առաջինը Աստված ապառաջները կտրող մեծ ու սաստիկ հովի մեջ չէր, քամու մեջ չէր այդ։ Որ մի հատ ուժեղ քամի եղավ, որ անգամ ապառաջները ջարդուփշուր էր անում, եւ բայց Աստված այդ քամու մեջ չէր։ Երկրորդը դրանից հետո եղավ գետնաշարժ, այսինքն երկրաշարժ եղավ։ Ու մենք տեսնում ենք, որ եղան երեսը չծածկեց այդ ժամանակ։ Տերը գետնաշարժի մեջ չէր։ Եվ երրորդը կրակ եղավ։ Եվ տեսնում ենք, որ Աստված կրակի մեջ չէր։ Բայց կրակից հետո եկավ մի մեղ ու բարակ մի ձայն։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ դեպքում այստեղ կարտամ այդ տեղը նորից 12 համար ու գետնաշարժեն ետև կրակ եղավ, բայց Տերը կրակի մեջ չէր եւ կրակին ետևեն մեղ ու բարակ ձայն մեկը կլսվեր եւ գազանեկա լսածին պես իր վերարկով երեսը ծածկեց ու ելավ քարայրի բերանը կանեցավ եւ անոր ձայնը եկավ ուսավ ով եղա հոսիչ բանունից այստեղ մենք տեսնում ենք որ այդ ձայնի մեջ եղան հասկացավ որ Տերը այդտեղ է այդ մեղ ու բարակ մի ձայնի մեջ է սիրելի եղբայրներ քուրեր մարդիկ սովորաբար երբ որ ուզում են Աստծուն ճանաչել մտածում են որ Աստված հզոր մի ուժ է որ կարող է ապառաջները կոտրել գետնաշարժեր անել կրակներ թողել իհարկե կարող է Աստված էս անել եւ մենք տեսնում ենք որ Աստված արեց բայց Աստծո էությունը եղբայրներ քուրեր Աստված մարդկանց հետ հարաբերություն ունենալու ժամանակ հիմնականում դրանցով չի որ մարդկանց հետ ունենում է հարաբերություն այլ գրված է որ երբ որ մեղմ ու մի բարակ ձայն եկավ եղան երեսը ծածկեց ուրեմն եղան հասկացավ որ Տերը այդ մեղ եւ բարակ ձայնի մեջ է ինչ էր ուզում ասել Աստված Եղային Աստված Եղային ուզում էր ասել որ ես միշտ չէ որ գործում եմ աղաղակով սաստիկ քամիով որ ապառաջները կոտրում է կամ կրակով կամ գետնաշարժով այլ մեծ մասամբ ես խոսում եմ մարդկանց հետ մեղ ու բարակ մի ձայնով որի մեջ երևում է իմ սերը մարդու հանդեպ փարտիրոջը եղբայրներ քուրեր ուրեմն Տերը մեզ հետ խոսում է բարակ խաղաղ մի ձայնով որի մեջ երևում է Աստծո սերը մեր հանդեպ Երբ Աստված մարդուն կանչում է ապաշխարության, սիրելի եղբայրներ քուրեր, ապա Գողգոթայից եկող այդ բարակ ու քաղցր ձայնը շատ ավելի մեծ արժեք ունի, քան Սինայի անապատի մեջ որոտները։ Դուք հիշում եք, որ երբ որ Աստված պիտի խոսեր Մովսեսի հետ, Ելից 19-րդ գլխում Մովսեսը բարձրացել էր լեռը, 19-րդ գլխում կարդում ենք Ելից, եւ Մովսեսը լեռն էր բարձրացել եւ Տերը իջել էր լեռան վրա եւ Աստված ուրեմն սահման դրեց եւ ասում է որ երբ որ իջել էր Աստված եւ ասում է լեռը 18-ամոն լեռը կբոլորին կմխար վասի Տերը անոր վրա կրակով իջավ ու անոր մուխը հնոցի մուխի պես կլեր եւ բոլոր լեռը սաստիկ կդողար եւ քանի որ փողին ձայնը շատ կսաստկանար Մոսես խոսեցավ ու Աստված ձայնով անոր պատասխան տվավ ուրեմն փողի ձայն էր գալիս լեռը մխում էր կրակը եւ ուրեմն կրակով իջավ եւ մուխը հնոցի մուխի պես էր եւ մենք տեսնում ենք այստեղ սիրելի եղբայրներ քուրեր որ այստեղ Աստված որոտումով փողի ձայնով է հանդես գալիս սարսափելի մի բանով եւ մարդիկ վախեցան այդ բանից Եվ Աստված Մովսեսին ասեց, որ ասա սահման դիր, որ որևէ մեկը հանկարծ այդ սահմանից չանցնի։ Ով որ այդ սահմանից անցնի քահանա լինի թե ով էլ որ անասուն պետք է քարկոսվի, պետք է մեռնի։ Ինչու էր Աստված սահման դրում, որովհետև Աստված պիտի իջներ լեռան վրա։ Եվ ասում 12 ամառում ասում
եւ դու ժողովրդի բոլորտիկը սաման դնես, ասելով ինքնիդ լերը ելնել են կամ անոր ծային դրչել են, զգուշացեք, ով լերանը դրչի, անշուշտ պիտի մերսվի։ Ելիս 19-12։ Ինչու պետք է մեռներ լերանը դրչողը, որովհետև այնտեղ Տիրոջ ներկայությունն էր, բայց դեռ մարդը գտնվում էր մեղավոր վիճակում, սիրելի եղբայրներ քույրեր, դեռ մարդը Քրիստոսը դեռ չէր խաչվել, դեռ ճանապարհը չէր բացել դեպի Գողգոթայում չէր խաչվել եւ ճանապարհը չէր բացել դեպի սրբության սրբոց, որտեղ Աստծո ներկայությունը եւ դրա համար մարդը չէր կարող Աստծո ներկայության մեջ մնալ, որովհետեւ Աստված սուրբ էր, իսկ մարդը մեղավոր։ Մեղավորը չի կարող սուրբին կպնել, պետք է Հիսուսը խաչվեր, մեր մեղքերը վերցնել իր վրա, որ նոր մենք ոչ եթե մենք այդ սահմանը հիմացնենք եղբայրներ քույրեր, մենք եթե կպնենք լեռանը, ոչ թե կմեռնենք, այլ կապրենք փառք Տիրոջը, այս ամենը մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ սիրելիներս։ Ուրեմն Աստծո խոսքը սիրելի եղբայրներ քույրեր, ցույց է տալիս Եղային, Աստված Եղային ուզում էր ցույց տալ, որ ինչպես Զաքարիա 4:6-ում ասում, ուժով չի եւ զորությունով չի, հապա իմ հոգովս։ Եղբայրներ քույրեր, Աստծո խոսքը նման է մի անձրևի, որ բորոքում է եւ պատղաբեր ու արգասավոր անում։ Եսայի 55-րդ գլխում մենք կարդում ենք այդ մասին։ Եսայի 55-րդ գլուխ կարդում ենք հետեւյալ խոսքերը։ 55-րդ գլուխ ուրեմն 10-րդ խոսքը տեսեք, Եսայի 55:10։ Ոնց ինչպես անձրևը ու ձյունը երկնքին կիջնեն եւ հոն չդառնան, հապա երկիրը կոռոքե ու զանեգա պատղաբեր արգասավոր կնե ու ցանողին հուն եւ ուտողին հասկ ուտա ին բերնես դելաս խոսնալ անպես պիտի լա ինձի պարա պիտի չդառնա, հապա իմ կանքս պիտի կատարե ու հաջողությամբ պիտի գործ տրե այն բանը, որու համար զանեկա դրկեցի։ Այստեղ մենք տեսնում ենք սիրելի եղբայրներ քույրեր, որ ոչ թե խոսում է ուղղակի Աստծո խոսքը, սիրելիներս, այս գրված է խոսքը, սա ուրեմն դրանից դուրս եկած խոսքը ռեմա է կոչվում։ Իսկ այս խոսքը, որ Աստվածաշնչի մեջ է լոգոս, երբ որ Աստված կոնկրետ քո հետ խոսա, այդ խոսքն է, որ դու կարող ես Աստվածաշունչը կարդաս, ոչ մի բաներ չզգաս, որտեղ չհասկանաս, խոսքի հայտնություն չունենաս, բայց երբ որ Աստված խոսի քո հետ ու քեզ ինչ-որ բան ասի, այդ խոսքը չի կարող այդպես առանց հետևանքի մնալ, իր գործը պիտի կատարի։ Դրա համար սիրելի եղբայրներ քույրեր, ուրեմն Աստված այսօր ուզում է մեզ հետ խոսել, ոչ թե ապարաժները կոտրող կամ կրակի սյունով կամ ապարաժները կտրող քամու պես, այլ Աստված ուզում է խոսել մեզ հետ Գողգոթայից, բարակ ու քաղցր բիձանով կանչում է մեզ ապաշխարությամբ։ Եվ մենք կարդում ենք նաև սիրելի եղբայրներ քույրեր, Միքիայի 4-րդ գլխի 9-րդ խոսքում կարդում ենք հետևյալը, դեսում եմ այդտեղը կարդալ, Միքիայի 4-րդ գլուխ 9-րդ խոսքը, 4-րդ գլուխ 9-րդ խոսքը, հապա ինչու բարձրաձայն կպորած, միթե քո մեջ այդ թագավոր չկա, կամ թե քո խորհրդականները կոսվեցավ, որ քեզ ծննդան կնոջ պես ցավ դառնեց։ Մեր օրերում շատերը նախընտրում են մեծ հավաքույթներ, ասենք մեծ գոռոցներ, ճվոցներ, ուրեմն եւ այդպես են հիմնականում երաժշտությունը շատ բարձր են միացնում, բարձր աղաղակներ, սակայն Աստված դրա մեջ չի, եղբայրներ քույրեր։ Աստված մեղմ ու բարակ մի քաղցր ձայնի մեջ է։ Ով ականջ ունի, նա կարող է լսել Աստծո խոսքը։ Աստծո մարդկանց կյանքում լինում են շատ հիասթափություններ, լինում են դեպրեսիաներ, նույնիսկ իրենց մեռնելն են ուզում, ինչպես Եղիան,
ես իմ հայրերից լավը չեմ ասում, ուզում էր իրան մեռնելը, հովնանն էլ էր իրան մեռնել ուզում, սակայն Աստծո պատասխանը նման դեպքերում կայանում է նրանով, որ նա միշտ մեզ հետ է, իր Սուրբ Հոգով մեզ միշտ սովորեցնում է, եւ իր Սուրբ Հոգով մեզի հույս է տալիս, ինչպիսի վիճակում էլ որ մենք լինենք, նա մեզ հուսադրում է, մենք պետք է նրա մեր հույսը դնենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վրա։ Միևնույն ժամանակ մենք հաճախ մեր կողքի եղբայրներից ենք ուժ ստանում, օգնություն ստանում, եւ դա հուսադրում է նաեւ մեզ։ Սիրելիներս, այո, Աստված սեր է, եւ նա չի կարող չսիրել։ Ուղղակի Աստծո բնությունը սերը չի կարող չսիրել։ Դե հիմա առաջանում է հետևյալ հարց. ինչ պետք է ես անեմ, որ Աստված ինձ սիրի։ Ինչ պետք է անեմ ես, որ Աստված ինձ սիրի։ Շատերը չիմանալով Աստծո էության մասին մտածում են, որ իրենք պետք է ինչ-որ մի լավ բան անեն, օրինակ բարի գործեր անեն կամ ինչ-որ մի ուրիշ լավ բան անեն, որպեսզի Աստված իրենց սիրի։ Այսինքն մի բարի բան պիտի անես, որ Աստված քեզ սիրի։ Բայց այդպես չի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Աստված մեզ սիրում է։ Ինչու է մեզ սիրում։ Մեզ սիրում է, որովհետև նրա էությունն է սեր, որովհետև նրա մեջ չկա ատելություն։ Հռոմեացիս 5:8-ում կարդում ենք. Սակայն Աստված իր սերը որ մեր վրա ուներ, հայտնեց, որ երբ դեռ մենք մեղավոր էինք։ Երբ հայտնեց այդ սերը։ Այդ սերը կար, բայց այդ սերը հայտնի չէր, եղբայրներ, քույրեր։ Այդ սերը Աստծո մեջ էր մարդու նկատմամբ, բայց սերը դեռ հայտնված չէր։ Ոչ թե մենք ինչ-որ լավ բաներ արեցինք, ինչ-որ բարի գործեր արեցինք, որ Աստված իր սերը հայտնեց, ոչ, երբ որ մենք մեղավոր էինք, այդ ժամանակ Աստված իր սերը հայտնեց մեզ։ 5:9-ում ասում է, որ շարունակում, Քրիստոս մեզի համար մեռավ։ Ուրեմն Քրիստոս մեզի համար մեռավ։ Ես ուղղակի կարդամ շարունակությունը այդտեղից, Հռոմեացիս 5-րդ գլուխ ես կարդացի 8 եւ 9 համարները, ես ուզում եմ նորից կարդալ այդ տեղը, Հռոմեացիս 5-րդ գլուխ 8-ից 9 համարները։ Տեսեք ինչ ասում։ Սակայն Աստված իր սերը որ մեր վրա ուներ, հայտնեց, որ երբ դեռ մենք մեղավոր էինք։ Սերը կար, բայց սերը հայտնի չէր դարձել։ Բայց հայտնվեց երբ որ դեռ մենք մեղավոր էինք։ Քրիստոս մեզի համար մեռավ, ուրեմն հիմա որ իր արյունով արդարացանք, որ չափ ավելի իր մոտ պիտի ազատվենք բարկությունեն։ Վասի մեր թշնամի եղած ատեն Աստծո հետ հաշտվեցանք իր որդու մահովը, որ չափ ավելի մեր հաշտված ատենը պիտի ապրենք ամրոր կյանքով։ Ուրեմն սերը կար, եղբայրներ, քույրեր, բայց սերը դեռ հայտնված չէր։ Այդ սերը հայտնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Քրիստոսը Աստծո էությունն է, Աստծո բնությունն է։ Եվ Քրիստոսի հայտնությունը դա Աստծո սիրո հայտնությունն է։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որպեսզի ով որ նրան հավատա չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Հիմա առաջանում է հարց. ինչու՞մն է կայանում Աստծո սերը, ինչի մեջ է Աստծո սերը։ Առաջի Հովհաննես 4:10-ում կարդում ենք դրա պատասխանը։ Ինչի մեջ է։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, ապա որ անիկա մեզ սիրեց ու իր որդին ղրկեց մեր ներքերին քավությունն լալու։ Ինչի մեջ է սերը, որ ոչ թե մենք ենք սիրել, եղբայրներ, քույրեր, մենք մեղավոր ենք, մենք իր դեմ ենք եղել, իր խոսքը մերժել ենք, բայց ինքը մեզ սիրել է։ Եվ դրա մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք, ապա ինքը սիրեց եւ իր որդին մեր մեղքերու համար ուղարկեց։ Հովհաննես 3:16-ում ասում որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածին որդին տվեց, որպեսզի ով հավատա չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Աստծո սերը խոսում է Աստծո բնության մասին։ Այսինքն
որ Աստված սեր է, դա խոսում Աստծո բնության մասին։ Աստված տվեց իր որդին, սա խոսում է Աստծո գործողության մասին։ Ուրեմն մեկը սեր է, մյուսը գործողություն։ Ուրեմն Աստծո սերը Աստծո բնությունն է ցույց տալիս, իսկ որ ասում ենք Աստված տվեց իր որդին, Հիսուս Քրիստոսին, սա ցույց է տալիս Աստծո գործողությունը հայտնելու համար իր սիրուն։ Ուրեմն մեկը սեր է, մեկը սիրո գործողություն։ Հիմա ովքեր որ մտածում են, որ իրենք ինչ որ բան պետք է, լավ բան պետք է անեն, որ Աստված իրենց սիրի, նրանք չեն ճանաչում Աստծուն։ Նրանք Աստծու նկարներ միգուցե ճանաչում, բայց Աստծուն իրական չեն ճանաչում։ Հիմա եթե այսօր ավետարանը չլիներ, մենք կարող ենք այդպես մտածել, որ Աստված պետք է մեզ մի լավ բան անեն, որ Աստված ինձ սիրի։ Բայց այսօր մենք ունենք ավետարան, եւ ավետարանը մեզ հայտնում է, որ Աստված սիրում է մեզ անչափ, որ մեր մեղքերի համար, որ մեզ համար Գողգոթայում խաչվեց ինքը։ Այո, ավետարանը բացում է մեզ Աստծո սիրո բնությունը, Աստծո սիրողությունը։ Ուրեմն, եթե հիմա ավետարան կա, եղբայրներ քուրեր, այլևս մենք իրավունք չունենք մտածելու այդպես, որ Աստված, ուրեմն պետք է ես մի լավ բան անեմ, մի բարի գործ անեմ, որ Աստված ինձ սիրի։ Մենք ունենք մարդկային բնություն եւ մեր մեջ կա ատելություն։ Մեր մարդկային բնության մեջ այո ատելություն կա։ Սիրելը մեզ համար դժվար է եղբայրներ քուրեր։ Ճիշտ այդպես էլ Աստծո համար դժվար է մարդուն ատելը։ Ինչպես մեզ համար սիրելն է դժվար, այնպես էլ Աստծո համար ատելն է դժվար։ Աստված չի կարող ատել եւ մենք չենք կարող սիրել։ Աշխարհի մեծագույն խնդիրը կայանում է նրանում, որ մարդը մտածում է, որ Աստված իր մեջ պահել ու ծածկել է մի չար մտադրություն մարդու հանդեպ։ Մարդը մտածում է, որ Աստված դաժան պահանջներ է ներկայացնելու մարդու հանդեպ, որ մարդը կատարի։ Այդ բոլորի պատճառը Եդեմական պարտեզում Եվայի ձեռք բերած մեղքի պատճառով եղավ։ Աստված թաքցրել էր լավ բաները մեզ համար, հրամցնում էր վատը։ Սա սատանայի սուտի արդյունքն է։ Սատանան Եվային հասկացնում էր, համոզում էր, որ այ եթե Աստված քեզ սիրեր, այդ պտուղը, որ տեսնում ես ինչքան լավ պտուղ է, եւ ասում է երկինը տեսնել որ ծառը աղեկ էր, այդ ծառը, որ այսինքն մեղքի ծառը կամ բարին ու չարը գիտնալու ծառը, այդ ծառի պտուղը կեղտ վատը չէ, տգեղ պտուղ չէ, գեղեցիկ պտուղ էր։ Եվ դրա համար սատանան ուզում էր ասել, որ այդպես այդ լավ բանը Աստված քեզ թաքցրել է, ուրեմն ինքը քեզ չի սիրում։ Այո, մենք կարող ենք մեղադրել մեզ, որ մեղքի մեջ ենք ընկել փորձվելով սատանայից, բայց մենք չպետք է կասկածենք Աստծո սիրո վրա։ Աստծո սիրո վրա, որ ունի մեր նկատմամբ։ Եթե մենք կասկածենք, դա նշանակում է, որ մենք հասկանում ենք, որ մենք ուրեմն հակասում ենք ավետարանի խոսքին։ Եթե մենք կասկածում ենք Աստծո սիրո վրա, այո, մենք ավետարանի խոսքին հակասում ենք։ Մենք կարող է եղբայրներ քուրեր նորից սայթաքեինք ունենք, բայց Աստծո սերը մեր նկատմամբ չի փոխվում։ Մենք կարող է փոխվենք Աստծո նկատմամբ, ընկնենք, բարձրանանք, բայց Աստված անփոփոխ է։ Աստծո սերը չի փոխվում։ Երկրորդ Տիմոթեոս 2:12-ում ասում է. եթե չհավատանք, ինքը հավատարիմ կմնա, իր անձը չկրնար ուրանալ, փառք Տիրոջը։ Աստված երբեք չի կարող քեզ ուրանալ։ Անկամ եթե չես հավատում իրան, ինքը քեզ չի կարող ուրանալ։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:24-ում ասում է. հավատարիմ է նա, որ ձեզ կանչեց ու պիտի կատարի էլ։ Իսկ երկրորդ Թեսաղոնիկեցիս 3:3-ում ասում է. բայց Տերը հավատարիմ է, որ ձեզ պիտի հաստատե եւ չանեն պահել։ Տերը հավատարիմ է, եթե նույնիսկ մենք անհավատարիմ ենք։ Եբրայեցիս 10:23-ում ասում է, որ անխախտ պահենք հույսի դավանությունը, ոնցի հավատարիմ անիկա, որ խոստացավ։ Այն ինչ որ Աստված խոստացել է, իր խոստմունքին հավատարիմ է, սիրելի եղբայրներ քուրեր։ Աստված չի կարող ինքն իրան մերժել։ Նա չի կարող ինքն իրան մերժել իր խոստմունքը չկատարել։
Նա չի կարող ինքնին հակասել, Աստված չի կարող փոխել իր բնությունը։ Եսայի 40:15 ասում, ես կարդամ այդտեղն էլ Եսայի 49-րդ գլուխ 15 եւ սրանով կվերջացնենք, մենք մի փոքր միգուցե ժամանակը բան արեցինք, Եսայի 49-րդ գլուխ 15 խոսքը։ Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս լավ հասկանանք։ Նու ավելի շուտ 14-ից կարդանք։ Բայց Սիոնը սավ, Եհովա զիս թողեց ու Տերը զիս մերժեց։ Եկեղեցին, այսինքն մենք անհատ մարդիկ, երբեմն ասում ենք, երբ որ ընկնում ենք մի նեղ վիճակի մեջ, ասում ենք Տերը ինձ թողել է։ Տերը ինձ թողել է ու ինձ մերժել է։ Հիմա պատասխանը տեսեք։ Հիմա Տերը ասում է, միթե կինը իր կաթնկել մանուկը կրնա մոռանալ, այնպես որ իր որովայնին ծննդյանը վրա չգտա, թե անոնք մոռանան, բայց ես քեզ պիտի չմոռանամ։ Այս քեզ իմ ձեռքերից մեջ նկարագրեցի, քու պարիսներս միշտ իմ առջևս են։ Թե նրանք էլ մոռանան, թե կին իր կաթնկել երեխային, կաթնկել մանուկին մոռանա, բայց ես քեզ երբեք չեմ մոռանա։ Թող Աստծո անունը փառավորվի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ Աստծո բնությունը սեր է եւ Աստված սիրում է աշխարհի մեջ բնակվող բոլոր մարդկանց, Ադամից սկսած մինչև վերջին մարդը։ Եվ սիրում է եւ ոչ մեկին չի արհամարում։ Թեպետ Աստված հզոր է, Հոբի 36:5-ում ասում է, թեպետ Աստված հզոր է, բայց ոչ մեկին չի արհամարում։ Նա սիրում է հային, ռուսին, ճապոնացուն, թուրքին, սիրում է ադրբեջանցուն, սիրում է, ինչպես ասեմ, բոլոր տեսակի ազգերին նա սիրում է եւ չի ուզում, որ որևէ մեկը կորսվի։ Թող Աստծո անունը փառավորվի, սիրելի եղբայրներ, քույրեր, սրտանց ասենք, փառք մեր Տիրոջը իր սիրո համար, իր բնության համար։